Ըստ էության դեռ փետրվարին, այս թվականի փետրվարին դիմել էին Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կամայական ճանաչելու հարցով եւ այդ խնդրի հետ կապված ՄԱԿ-ը պետք է ստեղծեր փորձագիտական հանձնաժողով, որպեսզի ցույց տար այդ կալանավորման բնույթը եւ իրականում բոլորս ակնկալում էինք, որ դրա կամայականությունը կպարզվի, սակայն տեղի ունեցավ հետեւյալը. այդ հանձնաժողովը, որը ես կարող եմ ասել կոչվում է անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբ UNWGAD-ին եւ 46-2024 այսպես համարանիշի ներքո նրանք տվեցին եզրակացություն։ Սույն խումբը ղեկավարել է Հաննա Յուտկիվսկա անունով հայտնի անձը, որը ՄԱԿ-ում հանդես է գալիս որպես իրավապաշտպան, փաստաբան, բայց բաց աղբյուրներում իսկ արկա վկայություններով, որոնք փաստորեն բարձրաձայնեց առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, պարզվեց, որ այս կինը ինքը աշխատում է, ես հիմա նշեմ, Equity Law Farm-ում, որը ուղղակի պաշտոնապես Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Սոքարը եւ պաշտպանում է նրա իրավունքները, այսինքն ուղղակի ֆինանսական ստանում է հոսքեր աշխատավարձի տեսքով Սոկարից, որը պետական ադրբեջանական ընկերություն է։ Բացի դրանից, մամուլից նաև ակնհայտ դարձավ, որ նրա ամուսինը ուկրաինացի քաղաքական գործիչ ադրբեջանական արմատներով սերտ կապեր ունի եւ մամուլից վեր են հանվել բազմաթիվ հրապարակային ելույթներ, որտեղ նա պաշտպանել է Իլհամ Ալիևի զավթողական քաղաքականությունը Արցախում, 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հանդես է եկել ուղղակի բաց աջակցությամբ Հեյդար Ալիևի ռազմական գործողություններին, այսինքն մենք ունենք շահերի ակնհայտ բախում։ ՄԱԿ-ի կանոնակարգով այն անձինք, որոնք ներքաշված են շահերի բախման մեջ, նրանք պետք է ինքնաբացարկ հայտնեին եւ դուրս գային հանձնաժողովից։ Ամենա այսպես զարհուրելին եւ քստմնելին այն է, որ Յուտկիվսկան ինքը հրաշալի իմանալով իր կենսագրությունը, իր կապը Սոքարի եւ իր ամուսնու կապը, ընդ որում նշեմ, նրա ամուսինն էլ հենց Ուկրաինայում մեղադրվում է այսպես կոռուպցիոն խնդիրների մեջ, ներքաշված է կոռուպցիոն սկանդալներում հենց Ուկրաինայում։ Այսինքն ինքը երկու կողմից ոչ մի կերպ չէր կարող լինել այդ խմբում եւ ղեկավարել այն։ Եվ մենք ունենք առերևույթ հիմնավոր բացարձակ կասկած եւ համոզում, որ այդ հանձնաժողովի եզրակացությունը, որ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը կամայական չէ, ուղղակի ադրբեջանական շահերի սպասարկում է, այսինքն ՄԱԿ-ը խախտել է իր կանոնադրությունը եւ ես հիմա չեմ կարող ասել գիտենալով, բայց համենայն դեպս ակնհայտ անփութություն է տեղի ունեցել։ Այսինքն ՄԱԿ-ին չակերտավոր կոպիտ ասված փորձել է գնել Ադրբեջանը։ Այո, ոչ միայն փորձել է, ես կարող եմ ասել ելնելով եզրակացությունից, արդեն փաստորեն գնել է այդ եզրակացությունը եւ ՄԱԿ-ի այդ հանձնախումբը մարդկանց ապօրինի կալանավորման հարցերի վերաբերյալ տվել ակնհայտ ուղղորդված եզրակացություն եւ կարծում ենք եւ Լուիս Մորենո Օկամպոն, որը հրապարակեց այդ փաստերը եւ փաստորեն առաջինը դրան պետք է արձագանքեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը ի պաշտոն է, որովհետեւ տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնակարգի կոպիտ խախտում, շահերի բախման մեջ ներքաշված անձը ղեկավարել է հանձնաժողովը եւ ուղղորդել է դրա աշխատանքը։ Սակայն այդ հայտարարությունը կառավարությունից մենք Սակայն մենք տեսնում ենք, որ իշխանությունը բոլորովին չի սպասարկում օրենքը եւ իրավունքը եւ Հայաստանի Հանրապետության պետական շահը եւ դրա համար միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժումը, որը իր ներսում միավորում է 40-ից ավելի հասարակական երկու կուսակցություն եւ հասարակական կազմակերպություններ, մենք այսօր եկել ենք ՄԱԿ ներկայացնելու մեր դիմում պահանջագիրը, դիմում հանրագիրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որին կցված են նաեւ այն հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ մեր համակարգող խորհրդի անդամները եւ մենք նրանցից պահանջում ենք հարգել ՄԱԿ-ի կանոնակարգը եւ այս եզրակացությունը, այդ UNWGAD 42-2024 համարանիշի ներքո ճանաչել անվավեր եւ ձևավորել նոր խումբ, որովհետեւ եթե հիմա դա չկատարվի, ապա փաստորեն ինչ տեղի կունենա, հաջորդ մեր մյուս ապօրինի կալանավորվածների գծով նրանք կդիմեն եւ ցեղասպան էթնիկ զտում իրականացրած պետությունը ՄԱԿ-ի միջոցով
կփորձի մեզ դարձնել ահաբեկիչ եւ արդարացնել իր ապօրինությունները։ Եվ երաշխավորված չենք, որ ՄԱԿ-ը այդ դեպքում կկանգնի մեր կողմից։ Մենք հիմա, բայց մենք ուզում ենք ունենալ համոզում, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, բաց աղբյուրներից, ես նորից եմ կրկնում, սա գաղտնի ինչ-որ հետաքննություն չէ, սա հրապարակային բաց աղբյուրներում նշված տեղեկատվություն է, որը աղաղակում է այն մասին, որ Հաննա Յուտկիվսկան չի կարող լինել այս հարցով ՄԱԿ-ում խմբի ղեկավար եւ ընդհանրապես փորձագետ։ Շնորհակալություն։